Ես Տիգրանն եմ։ Ես Իրենան եմ, մենք երրորդ կուրսի ճարտարապետության ֆակուլտետի ուսանողներ ենք եւ վերջերս մասնակցել ենք եվրոպական օնլայն բիզնես բանակցությունների մրցույթին։ Մրցույթի մասին մենք իմացել ենք հենց համալսարանի միջոցով, որոշեցինք մասնակցել եւ մինչեւ մրցույթը մենք բավականին շատ ժամանակ ենք անցկացրել համալսարանում եւ պարապել ենք, փորձեր ենք արել, խոսքեր ենք մշակել։ Մեզ հակերի են միացրել եւ մեր էմոցիաներն են կառավարել եւ իրար հարցեր տալով հասկացել են թե ինչ էմոցիաներ ենք զգում եւ դրանով ավելի շատ են կարողացել մեզ կոփել եւ մշակել մեր թե ոնց խոսանք եւ արտահայտվենք։ Մրցույթը մեր համար մեծ դռներ է բացել, մեծ ծանոթություններ է տվել։ Մրցույթը անսպասելի կամուրջ էր դեպի հետագա նոր հնարավորություններ։ Մրցույթը բաղկացած էր, կարելի է ասել 4 փուլից։ Առաջին փուլը իրենից ինչ էր ներկայացնում, մենք 90 վայրկյանի ընթացքում պիտի մեզ այնպես ներկայացնեինք, ասես ինտերվյու էր ու մենք ընդունվում էինք իրանց ֆիրմա աշխատանքի։ Երկրորդ փուլում մենք արդեն ընդունվել ենք գործի եւ արդեն մենք կլիենտի հետ պետք է շփվենք, հասկանանք թե իրանց գլխավոր խնդիրները ինչն են, ինչ լուծումներ կան իրանց համար առանձնահատուկ մշակել։ Երրորդ փուլում մենք արդեն պետք է մեր հաճախորդ կազմակերպության գլխավորի հետ խոսենք, մեր լուծումները առաջարկենք իրանց խնդիրների համար, բացատրենք թե ոնց է դա իրենց օգնելու եւ ինչու հենց մեզ ընտրեն։ Եզրափակչում արդեն բոլոր մասնակից մոտ 40 ուսանողներից ընտրվել էին երկու լավագույնները, ես եւ մեկ այլ ուսանող։ Մենք այդ փուլում արդեն պիտի վերջրական որոշման գանք, այսինքն մենք ներկայացնենք թե կոնկրետ ինչ ծառայություն մենք իրենց կտանք եւ կոնկրետ ինչ շահույթ կունենային նրանք դրանից։ Ինձ համար ամենահետաքրքիրը եզրափակիչն էր։ Միգուցե որովհետև հաղթեցի, բայց նաև ինձ համար շատ հետաքրքիր էր թե իմ մշակած լուծմանը ինչ արձագանք կտան եւ ի վերջո ինչ որոշման կգանք մենք միասին։ Իսկ թե որ հմտությունները մենք լավ ցույց տվեցինք, դա միանշանակ մեր անգլերենի լավ իմացությունն էր, որ երկուս էլ այդ պատճառով են կարելի ասել գրանցվել այս մրցույթին։ Ես հաճախ հետևում եմ համալսարանի կայքին եւ եթե տնամելի ինչ որ մրցույթ կա, ես մեծ սիրով կմասնակցեմ մրցույթին էլի։ Հա, ես նույնպես, բայց միանշանակ կգերադասեմ, եթե լինի արկա ձևաչափով, որովհետև միևնույն է, շատ եմ գնահատում ավելի շատ ոչ թե մասնակցությունը հենց մրցույթին, այլ մարդկային շփումը եւ նոր մարդկանց հետ ծանոթանալը։